Այն Փյունիկը առաջնությունում 38 միավորով առաջին երկրորդ տեղը Ալաշկերտին միևնույն 1-0 հաշվով շատ կարևոր հաղթանակներ էին։ Այսպիսին է իրավիճակը խոսելով կորուստներից ինչ են օգնում կիսապաշտպան Դանիել Աղբալյանը, որը առողջական խնդիրներ ունի եւ ենթահարձակվողերի Կոկանսին, որը ինչպես հայտնի է որակազրկված է։ Փյունիկից, որը խաղում է իր հիմնական 4-2-3-1 դասավորությամբ, դարպասապահն է Հենրի Ավագյանը համար 16, պաշտպաններ Ձախից համար։ Եվ այսպես հանդիպումը սկսված է եւ հետևենք իրադարձությունների ընթացքին այսօրվա խաղի մրցավարն է Փյունիկից Վյաչեսլավ Աֆյանը, հիմա վտանգավոր է Յանսան է արված եւ մի փոքր շեղ է խլում է գնդակը Փյունիկը Մորենո Խավի Մորենո արված անդրադարձ Մուրադի այս գնդակը Կուլիկովը, որն այսօր ենթահարձակվողի դիրքում է շատ լավ փոխանցում էր Մորենոին, շրջանցում է Սուալեհեին, Խավի Մորենո Միլկովիչ օթային փոխանցում եւ հեռացնում է գնդակը Սայնտինին, Կովալենկո Մորենո Յանսան է, հիմա գնացել է աչ եզր Յանսանեն, Հովանիսյանն է միացել, թողնում է գնդակը Մոմոին արված եւ Արթուր Դանիլ Կուլիկով եւս մեկ փոխանցում արված Միլկովիչը հսկում Կուլիկովը փոխանցում է Միլկովիչ այս անգամ շատ ուժեղ արված առաջ դեպի Մուլաուսեյնովիչը շատ լավ պայքարեց Կոստակ է Հելդեր Հենրիավաշիմա Նկատեց Հելդերի արագացումը մեկ հպումով Կոստակ է Արամ Խամոյան գոլ Կուլիկովն է արվածում գնդակը պատին է դիպչում Շարունակվում է խաղը Տարախչյան փոխանցում եւ 1-1 գնդակի մոտ է Կոստակ է ոչ այս անգամ չափից Հելդեր իրացնում է Տուգանայինը և չասավ Սայնտինի մրցավարը Մորենո գերազանց փոխանցում էր Հովանիսյան գոլ Առավելություն ստանալ Տուգանային Հելդերն է գալիս առաջ Հելդեր ոչ Կարլեն Հովանիսյանի սխրանքը նա չի կրկնում և ավարտվում է և երրորդ ֆուտբոլիստը կարծես Մուլաուսեյնովիչն է Երկրորդ խաղակեսը սկսված է գնդակով Փյունիկն է Ուլադոմարն էր այստեղ, բայց Կարլեն Հովանիսյանը ինչ տեխնիկա է հիմա ցույց տալիս Իսկ հետեկին այստեղ կոպիտ խաղաց և կրքերը թեժանում են Տապալեց ուղղակի Կովալենկոին Երկու ուշագրավ դրվագ այստեղ եղավ, նախ այս Տուգանայինը կիրացնի Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, Վիլելան շեղեց գնդակի ուղղությունը և սա խախտում էր Դաշյանի կողմից Լավ փոխանցում էր Հելդեր Մաթեուս և Տարախչյանը Փայլուն խաղաց հիմա օգնեց Խամես Սանթոսին այլապես Այասը հարվածելու էր Յակոլիշ փոխանցում դեպի Այասը Դիրքավորվել էր հենց մրցավարի կողքին և կարծես Նրան աչքաթող էին արել Փյունիկի ֆուտբոլիստները Խամես փոխանցում ոչ չասավ գնդակը Յանսան էին նաև ամենալավ դիրքավորվելու ձևը ուղղակի մրցավարի տեղաշարժին հետևելն է պետք է լինել այնտեղ որտեղ մրցավարն է ու մրցակիցը կարող է քեզ աչքաթող անել Փյունիկն է գրոհում արված և երկուսն էլ որքան կարողացել են ռիսկերը նվազեցրել են Վիլելա փոխանցում Տարախչյանին, մեկ հպումով թողնում է գնդակը Խամեսին, Կուլիկով, ընկնում է Կուլիկովը, խախտում չկար Սիլվենց Գավաթի նախորդ խաղարկությունում։ Փյունիկը գրոհում է Կուլիկով, Տարախչյան, Նուբիսի, Մարիուս Նուբիսի, Հելդերին և ամենակարևորը օգնում է թիմին գրոհը շարունակելու հարցում, պատասխան փոխանցում Յակոլիշ, Մարին Յակոլիշ և գոլ։ Արտակ Դաշյան արված պատին գնդակը դիպավ հրապարակ Հենրի Ավագյան հաղթում է Գոնսալո Սիլվան Տարախչյան
Կորցնում է գնդակը Փյունիկը, Հերի Ավագյան ուզում է խլել գնդակը, հետեքից դանում է նրա թիմակիցը, Հերի Ավագյանն է հարձակման գծում, Նուբիսի փոխանցում Խավի Մորենո և շեղ է ստացվում հարվածը, անկյունային իրացված է, Վիլելա, Նուբիսի հասավ գնդակին, Արտակ Դաշյան, հարված, ոչ, շեղ է ստացվում, կհասնի Վիլելան, ոչ, և խաղն ավարտված է։ Խաղն ավարտված է գել լարված դիմակայություն, այսօրվա խաղն ավարտվում է 2-2 հաշով, բայց